Պարոն Մեսրոպյան, երբ որ հեծի հարցն էր քննարկվում, Ռոմանոս Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ նախկինում հանձնաժողովը հանցավոր ամբողջություն է դրսևորել եւ դրա ցուցիչն այն է, որ նախկին տնօրենը Բաղրամյանը պաշտոնը թողեց։ Բայց այդ ժամանակ հանձնաժողովում նաեւ դուք էիք եւ ենթադրվում է, որ դուք եք հանցավոր ամբողջությանը մասնակցել, հետեւաբար դուք եք գնայք։ Ինչի համար են իշխանությունները ձեզ պահում այս պաշտոնում։ Հաջորդ հարցը վերաբերում է հայցերին։ Հեծը զրպարտության վերաբերյալ տարբեր հայցեր են ներկայացրել կառավարական տարբեր մարմինների դեմ, բայց Ռոմանոս Պետրոսյանը այդ հայցերը հետ է կանչում։ Ստացվում է, որ նայվում է հանձնաժողովի դեմ հայցը։ Ստացվում է, որ մի կողմից դուք ընկերության նկատմամբ վարչական բարույթ եք հարուցվում, իսկ մյուս կողմից ձեր նշանակած կառավարիչը, որը առողջ լոգիկան հուշում է, որ պիտի պաշտպաներ ընկերության շահերը, բայց ինքն է խոչընդոտում այդ ընկերության դատական պաշտպանության իրավունքը։ Դուք այս ֆարսը ոնց եք մեկնաբանում, ոնց եք բացատրում։ Եվ հաջորդը մի ճշտում եմ ուզում ուղղակի անել, հեծի կառավարիչը եւ իր կողմից նշանակված անձինք, որոնք բողոքում էին բարձր աշխատավարձերից, այս ընթացքում հրաժարվել են իրենց այդ բարձր աշխատավարձերից, թե ստացել են այդ բարձր աշխատավարձերը, ու 2025 ամփոփելիս իրենք պարգևավճարներ ինչքան են ստացել, տեղեկություններ ունեք, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ուրեմն առաջի հարցը Ռոմանոս Պետրոսյանի հայտարարության վերաբերյալ բառացի ես չեմ հիշում, որ նման բան ասել, բայց եթե դուք ասում եք, ուրեմն հիշում եք, աղբյուր կա, ես հանձնաժողովի անդամ եմ աշխատել, մինչև հանձնաժողովի նախագահ դառնալը մեկ տարուց մի քիչ ավել, չեմ սպառնում 20 թվականից մինչև 21 թվականը հատկացը, հետո տեղափոխվել եմ նշանակվել եմ այլ աշխատանքի գնացել եմ։ Հանձնաժողովը ստեղծվել է եւ գործում է 27 տարի եւ հանձնաժողովի նախագահ եմ աշխատում արդեն 1 տարուց մի փոքր ավել եւ այս հարցին ձեր լրագրողները ես հետեւյալ բանի պատասխան այդ հարցին, որ իմ աշխատած ամեն օրվա եւ ամեն ժամի համար պատասխանատու եմ եւ արդեն իմ խոսքում էլ ասեցի, որ անցած տարի իմ նշած պարզաբանած պատճառով մենք չենք հաստատել հենց բաժնետիրական ընկերության առաջարկած ներդրումային ծրագրի փոփոխությունները եւ բացի այդ նաեւ տարվա ընթացքում երկու անգամ ուտանել ենք հենց բաժնետիրական ընկերությանը հայտնաբերված խախտումների համար։ Հիմա թե 25 տարում ով ինչ հանցավոր ամբողջություն է արել կամ ինչն է ճիշտ արել, ինչն է սխալ արել, բնականաբար դրա պատասխանատու ես լինել չեմ կարող։ Երկրորդ հարցը այցերի հետ կապված մի քիչ ճիշտ կլինի հարցը ուտել Ռոմանոս Պետրոսյանին, որովհետև ես չեմ ասել ինչի մասին եմ խոսել, այսինքն ինչ այցեր է Ռոմանոս Պետրոսյանը։ Այդ հայցերը, որ իհարկե ունից նկատի ժամանակ առավոտից փոխությունը դիմել էին վերականգնելու պարզության պատիվացությունը, այսինքն զրպարտել է հեծի իրավաբանին, զրպարտել է Պապոյանը, Ալեքսանյանը զրպարտել են իրենց, ինչ-որ հեծի հետ կապված հայտարարություններ են արել, և հեծը դիմել է իրավաբանների միջոցով քաղաքացիական հայցեր ներկայացրել դատարան, պահանջելով հետ զրպարտություն պարունակող տեղեկությունները։ Հիմա Ռոմանոս Պետրոսյանը ցույցում է տվել հանրարարը, որպեսզի հեծի իրավաբանները հետ վերցնեն այդ հայցերը, այսինքն չի պաշտպանում հեծի հեղինակությունը ստացվում է։ Ճիշտ ասած, հարցը մի քիչ մեր դաշտի հարց չի, ես կդժվարանամ ես միայն շնորհ պատասխանել այդ հարցին, ձերով հատը մնամ, որտեղ ինքը նաև թե քաղաքական մեկնաբանությունների դեպք է տալիս նաև, հարգելիս, իմ նշանակած կառավարիչը իմ գնահատմամբ առաջի անգամ եմ այդ մասին հարցեց այն խոսում, իհարկե ցանկացած մեկին որ աշխատանք ես նշանակում լինի դա նույնիսկ ամենահարազատ մարդը, միշտ մտավախություններ ունես, որ ինչպիսին կլինի իր վարած աշխատանքը, ինչպիսի արդյունքներ ցույց կտա, լավ կլինի, բարդ կլինի, չնաշվեք պատասխանատու
եւ ի պատիվ Ռոմանոս Պետրոսյանի, այո, ինքը եւ իր թիմը այս ընթացքում իրենցից կապված ամեն ինչ արել են եւ լավ արդյունքներ են արձանագրել, իմ կարծիքով այսին։ Անդերության շատ ավելի չեն պաշտպանում կատարում։ Ես պատասխանեցի Աշխատավարձերի մասով, էլի հարցը իմ դաշտից չի, աշխատավարձերը պրեմիալ հավելավճար իրենք ստացել են չեն ստացել, բնականաբար ես տեղյակ չեմ, կարող եմ մի անգամից ասել, որ այդ աղմկահարույց հավելավճարների թեման, որ այդպես արծարծվում է վերջին շրջանում հանրային կարգավորող հանձնաժողովը այդ հավելավճարներից չի ստացել, չնայած որ այդ մեխանիզմի կիրառումը իմ համարությունների մեխանիզմ է եւ բազմիցս պետական պատկան պաշտոնյաները մեկնաբանել են, թե ինչի համար է այդ հավելավճարների մեխանիզմի կիրառում եւ ինչ խնդիր են լուծում դրանով։ Ռոմանոս Պետրոսյանի աշխատավարձը ինչքան է ստացել, չի ստացել, խնդրում եմ այդ հարցը